Բաքուն փոխում է Նախիջևանի սահմանադրությունը, այն հռչակում Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նպատակն է ջնջել ինքնավարության կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում։ Երևանը շարադրում է նոր սահմանադրության տեքստը, արդյոք նոր մայրօրենքում տեղ կգտնի անկախության հռչակագիրը։ Ինչ ռիսկեր ունի Թրիփ նախագիծը եւ ով է նորոգելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապող երկաթուղին։ Տեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի հետ։ Փեզեշքյանը հանձնարարել է Արաքչիին բանակցել Միացյալ Նահանգների հետ միայն իրավահավասար պայմաններով։ Տնտեսության աճող թվեր, որ այդպես էլ չեն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչ է ֆիքսել գլոբալ սոցիալական առաջընթացի համաշխարհային ինդեքսը։ Հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը Հայաստանի համար առաջնահերթություն, տարածքային կառավարման նախարարի հայտարարությունը։ Ովքեր ունեն իրավունք զբաղվելու կրիպտոարժույթների վաճառքով եւ ինչու են որոշ բանկեր հրաժարվում սպասարկել կրիպտո ոլորտի տնտեսվարողներին։ Բողոքի ակցիա նախագահականի դիմաց, ինչից են բողոքում զոհերի հարազատները եւ որն է նրանց պահանջը։ 23 կիլոգրամից ավելի մարիխուանա բեռնատարում, ինչպես է Իրանի քաղաքացին փորձել թմրանյութի 34 փաթեթները սահմանն անցկացնել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Աշխարհը խառն է, Թեհրանն ու Մոսկվան արևմուտքի սվինների ներքո, Բաքուն հարմար պահ է գտել օգտվելու առիթից։ Մեջլիսականները հավաքվել, որոշել են փոխել Նախիջևանի սահմանադրությունը, ինքնավար հանրապետությունից այն դարձնելով Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ալիևը ամեն ինչ անում է ինքնավարության ցանկացած կարգավիճակի հիշատակում պատմությունից ջնջելու համար։ Փորձագետների կարծիքով այս քայլով Ալիևը հող է պատրաստում Արցախի կորուստը անշրջելի դարձնելու համար։ Լայն բացվածքով եւս մեկ խոշոր քայլ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի։ Կովկասում առաջնորդ ինքնահռչակված Ալիևը այս անգամ էլ Թուրքիայի հորդորով եւ աջակցությամբ որոշել է փոխել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը, որտեղ նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով։ Միլի մեջլիսական падգամավորները քննարկում են հանել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակ են առաջարկում ադրբեջանցիները։ Ուզում են, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դառնա Ադրբեջանի անբաժանելի մասը։ Մոսկվայի պայմանագրի չեղարկումը երրորդ կետի հանգամանքը կար Նախիջևանի վերաբերյալ, որտեղ թուրքական կողմը պահանջում էր, որպեսզի նա ունենար ինքնավարություն։ Հիմա այդ ինքնավարության հանգամանքը դուրս է գալիս եւ ուղղակի դառնում է Ադրբեջանի տարածք։ Դրա նաև գլոբալ համատեքստը կա, որը կարող է նաև ռետրոսպեկտիվ էֆեկտ ունենալ հենց Ադրբեջանի համար, որտեղ տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոն ըստ էության հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով էր պայմանավորված։ Հիմա եթե տարածաշրջանի պետությունները հրաժարվում են 1921 թվականին հաստատված ստատուս քվոից, ապա նոր ստատուս քվո հաստատելու համար պետք է ժամանակ եւ ռեսուրսներ։ Պատմական մեկ ակնարկ պատմաբանից 1924-ին ստեղծված Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ինքնավարություն էր նաև հայերի համար, եւ պատահական չէ, որ Նախիջևանի հանրապետության դրոշի վրա բացի ռուսերենից ու ադրբեջաներենից գրված էր նաև հայերեն։ Դա ինքնավարություն է նաև հայերի համար։ Եթե դա վերանում է այդ ինքնավարությունը, Թուրքիան տալիս է իր համաձայնությունը, ըստ երևույթին Ռուսաստանին էլ բանի տեղ չեն դնում, եւ հարցը փակվում է, դառնում է ուղղակի զուտ տարածք։ Տարածաշրջանի երկրները որոշել են, որ տարածաշրջանի հարցերը բացառապես լուծվելու են այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը հատկապես պետք է տարածաշրջանային հարցերին միջամտելու հնարավորություն չունենա։ 1921-ի Մոսկվայի պայմանագրի 3-րդ կետի համաձայն Ադրբեջանը Թուրքիայից ստացավ Նախիջևանը պայմանով, որ այն 3-րդ կողմին զիջելու իրավունք չուներ։ Այս դեպքում 3-րդ կողմ ոչ միայն Ռուսաստանն էր, այլ նաեւ Իրանը։ Դա արված է նաեւ Իրանի դեմ, որտեղ վերջերս Իրանը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հայտարարեց, թե եթե Ռուսաստանը հրաժարվում է Նախիջևանից, մենք Նախիջևանը հանձնել ենք իրեն Թուրքմենչայի հաշտության պայմանագրով։ Ուրեմն մենք էլ կվերադարձնենք Նախիջևանը, այնպես որ Ադրբեջանը որևէ փորձ չկատարի այն փոխանցելու Թուրքիային։
Ընթացքում հետևողականորեն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձել են նաև սահմանափակել Նախիջևանի հետ կապված բոլոր հնարավոր ինքնավարության դրսևորման ձևերը։ Ալիևի Նախիջևանի ինքնավարության դե ֆակտո վերացման ճանապարհով գնալն ըստ փորձագետ վերլուծաբանների ուղիղ կապ ունի նաև Արցախի հետ։ Կրտսեր Ալիևը այդ կերպ վերացնում է ապագայում ինքնավարության որևէ կարգավիճակի քննարկումը։ Հասել են այն համաձայնության, որ Հայաստանը եւս փաստացի հրաժարվում է Արցախից, բնականաբար լիարժեքորեն նաև Արցախի նկատմամբ իր իրավունքը հաստատելու քայլ է նշանակում եւ մեկ քայլ էլ ավել կապված արդեն Նախճիվանի։ Առաջին քայլով նրանք ստեղծեցին այսպես տնտեսական գոտիներ, Ադրբեջանի տարածքը բաժանեցին տնտեսական գոտիների կամ շրջանների, որտեղ այլևս ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն ուղղակի գոյություն չունեցավ։ Թուրք-ադրբեջանական տանդեմ այս անգամ էլ շահեկան դիրքերում հայտնվեց, օգտվելով տարածաշրջանում լարված իրավիճակից։ Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարցով թաղված է մինչև ծնկները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմն էլ անորոշ ձգվածություն ունի։ Չնայած ըստ փորձագետ վերլուծաբանների վերջին տարիների Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է դարձել։ Հայաստանի հյուսիսային հարևանն ու դաշնակիցը ըստ քաղաքագետների հայտնվել է զիջողական դիրքերում եւ դժվար թե Ադրբեջանի վերջին սրընթաց որոշումներին կարողանա էական հակազդեցություն ունենալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում միջև ընտրությունները իշխանությունը խնդիր է դրել ունենալ նոր սահմանադրության տեքստը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը ամեն շաբաթյա գրաֆիկի են անցել։ Արդյոք նոր մայր օրենքում կմնա, թե դուրս կգա հղումը անկախության հռչակագրին, որ ոսկորի նման Բաքվի կոկորդին է մնացել եւ որի համար էլ Ալիևը պայման է դրել փոխել մեր երկրի սահմանադրությունը։ Սահմանադրագետների մոտեցումները այս հարցում տարբեր են։ Մինչև ադրբեջանցի падգամավորը Միլի Մեջլիսում հայտարարում էր, թե նախքան Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունները հայ-ադրբեջանական նախախաղաղության թուղթը կարող է վերջնական դառնալ պայմանով, որ մեր երկիրը կպարտավորվի փոփոխվող սահմանադրությունում բացառել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն ըստ էության մայր օրենքի նախաբանում երրորդ հանրապետության անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվել, ինչպես եւ տևական ժամանակ պնդում են, Երևանում արդեն վերսկսվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը եւ Արդարադատության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ այսուհետև դրանք լինելու են շաբաթական պարբերականությամբ։ Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սկզբում մինչև ընտրություններ, հետո արդեն կոնկրետ ժամկետ մարտին մեր նոր մայր օրենքի տեքստը պետք է պատրաստ լինի։ Մինչև մարտ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կհասցնի գործն ավարտին հասցնել։ Կազմում տարբեր են տպավորությունները, վերլուծությունները, եթե խորհրդի անդամներից մեկը կասկած նույնիսկ չունի, ոչ չեն հասցնելու, որովհետև գլուխներ կան, որոնք դեռևս ընդհանրապես քննարկման չեն առել, ապա ժամի հետ զրույցում խմբում քաղաքասարակության ներկայացուցիչներից Դանիել Յոհաննիսյանը նշում է, որ միանշանակ պատասխան չի կարող։ Ես չեմ բացառի, բայց նաև վստահությամբ չեմ ասի, որ կհասցնենք, որտեղ շատ ամբիցիոզ ժամկետ է, մենք մի ամսից կլրանա 6 տարին ինչ աշխատում ենք այս process-ի վրա եւ հաշվի առնելով այն տեմպը եւ տանդաղությունը, որ եղել է 6 տարում, ես մի քիչ սկեպտիկ եմ, որ 2 ամսում մենք գործը ավարտին հասցնենք, բայց նաև չեմ բացառի Սահմանադրության նախաբանում պահել, թե հրաժարվել անկախության հռչակագրին հղում անելուց։ Այս հարցին մայր օրենքի բարեփոխումների խորհուրդը դեռ չի հասել, չի քննարկել։ Այստեղ հիշենք նաև, որ նախորդ տարեվերջին, երբ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Արդարադատության նախարարությունից տեղափոխել էին կառավարություն եւ այն նախարար Գալյանի փոխարեն գլխավորում էր վարչապետը, հռչակագրի հարցը շրջանցել էին, թեպետ կառավարության ղեկավարը ավելի վաղ այս թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հռչակագրին հղում անելուց հրաժարվել չհրաժարվելու մասին ինչ կարծիք ունեն սահմանադրությունը բարեփոխող խորհրդի անդամները։ Յոհաննիսյանն ասում է, չի կիսում այն տեսակետը, թե նախաբանում տեղ գտած հղումը վնասում է կամ կարող է վնասել խաղաղության գործընթացին։ Այսուհանդերձ նրա ձևակերպմամբ սահմանադրության մեջ այն դեկլարատիվ է։ Սահմանադրության մեջ շատ ավելի կարևոր են նորմերը, որոնք իրավական ուժ ունեն եւ որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ օրինակ հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքները սահմանադրությունում ամրագրվեն, քան թե որևիցե դրույթ, որը դեկլարատիվ բնույթ ունի։ Եթե հարցը դրվի քվեարկության, դուք ինչպես կքվեարկեք։ Դժվար եմ ասել, բայց ես
Չեմ բացառում, որ ձեռնպահ քվեարկեմ խաղաղությունը որպես պետության նպատակների երաշխիք, կարելի է ֆիքսել ոչ թե անկախության հռչակագրի հղումը հանելով, այլ որևիցե այլ ձևով։ Ես դեմ եմ Ալիևի հրահանգները կատարելուն եւ ես գտնում եմ, որ նախաբանը ոչ մի իր մեջ պահանջ չի պարունակում տարածքային ամբողջականության վերաբերյալ հարևան որևէ երկրի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում արտախորհրդարանական ուժ ներկայացնող Էդմոն Մարուքյանը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրա խոսքով միևնույն է առաջիկա ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող սահմանադրությամբ սուպերվարչապետական կարգով։ Սպասում է խորհրդի օրակարգ գա հենց հռչակագրի հարցը։ Որ այդ հարցը չեն քննարկում իրենք, ասում են այդ հարցը չենք քննարկում, դա չկա նման հարց։ Ինչ դիրքորոշում ունի արդարադատության նախարարը։ Հիշեցնեմ, երբ լրագրողները Սրփուի Գալյանին հարցրել էին, թե ինչպես է լուծվելու անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը, նա այնուամենայնիվ նշել էր, թե պետք է սպասել խորհրդի որոշմանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչների դատավարությունը կվերսկսվի փետրվարի 5-ին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Բաքվի զինվորական դատարանից ստացված տեղեկությունը։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը ապահովող Սյունիքի ամերիկյան ճանապարհը Թրիփը կկառուցվի հայ-ամերիկյան ստեղծելիք ընկերությունը, որտեղ Հայաստան ունենալու է 26, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% մասնաբաժին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Ըստ Խուդաթյանի, այս պահին Թրամփի պատվին անվանակոչված խաղաղության եւ բարգավաճման երթուղու ծրագրի հետ կապված ռիսկեր չկան, լինելու դեպքում կկառավարեն։ Նախարարը անդրադարձել է նաև Հայաստան, Ադրբեջանին եւ Թուրքիային կապող երկաթուղուն, հայկական կողմի ընկալումը այն է, որ դրա վերականգնման աշխատանքները Ռուսաստանի հետ համատեղ են արվելու։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային ռազմավարության եւ ապաշրջապատման տրամաբանության մեջ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատելով Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա հետ պայմանավորված նաև ուրեմն կազմակերպություն է հիմնվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ունեն մասնաբաժիններ, եւ այդ կազմակերպությունը առաջիկայում շարունակելու է աշխատանքը Թրիփի իրագործման, այդ թվում նաև բուն շինարարական աշխատանքների մասով։ Ռուսաստանը չի թողնում իր ավանդական դաշնակիցներին Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային եւ Իրանին Միացյալ Նահանգների ողորմածությանը, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում, ըստ որի Ռուսաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին իր գործընկերների նկատմամբ բոլոր հանգամանքներում։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան վստահ է հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի առերևույթ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով նրանք կարող են փորձել վնասել Ռուսաստանին, ասել է Լավրովը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Տեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի հետ։ Փեզեշքյանը հանձնարարել է Արաղչիին բանակցել Միացյալ Նահանգների հետ միայն իրավահավասար պայմաններով։ Տնտեսության աճող թվեր, որ այդպես էլ չեն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչ է ֆիքսել գլոբալ սոցիալական առաջընթացի համաշխարհային ինդեքսը։ Հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը Հայաստանի համար առաջնահերթություն, տարածքային կառավարման նախարարի հայտարարությունը։ Ովքեր ունեն իրավունք զբաղվելու կրիպտոարժույթների վաճառքով եւ ինչու են որոշ բանկեր հրաժարվում սպասարկել կրիպտո ոլորտի տնտեսվարողներին։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ միջազգային լրահոս Թեհրանը գնում է բանակցությունների Վաշինգտոնի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը X սոցիալական ցանցում գրել է, որ արտաքին գործերի նախարարին հանձնարարել է համապատասխան պայմանների առկայության դեպքում սպառնալիքներից եւ անհիմն ակնկալիքներից զերծ վիճակում արդար եւ իրավահավասար բանակցություններ վարել առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության եւ նպատակահարմարության սկզբունքներով։ Փեզեշքյանը հավելել է, որ նման որոշում է կայացրել հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքը Միացյալ Նահանգների նախագահի առաջարկին արձագանքելու համար բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները ընթանալու են հաշվի առնելով մեր ազգային շահերը, ընդգծել է Փեզեշքյանը։
Մոսկվան սկսել է Ուկրաինայի դեմ ուղղված ամենախոշոր օդային հարվածներից մեկը, մասնավորապես թիրախավորելով էներգետիկ օբյեկտներն ու բնակելի շենքերը։ Ռուսաստանը մոտ 450 անօդաչու թռչող սարք և 70 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ այս խոշոր գրոհը տեղի ունենում Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից մեկ օր առաջ։ Օդային հարվածները թիրախավորել են առնվազն 5 շրջան և Ուկրաինայի էլեկտրացանցերը։ Որոշ տվյալներով վիրավորվել է 10 մարդ։ Ըստ Եվրանյուսի, Զելենսկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին տեղակայել ավելի շատ օդային պաշտպանության միջոցներ և առավելագույն ճնշում գործադրել Մոսկվայի վրա լայնածավալ ներխուժումը դադարեցնելու համար։ Ուկրաինայում խաղաղության հաստատումը ծանր որոշումներ կպահանջի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր Գերագույն Ռադայում ունեցած ելույթում։ Նա Կիև է ժամանել և արդեն հանդիպել Զելենսկուն։ Դաշինքի ղեկավարի խոսքով, չնայած աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող բուռն իրադարձություններին, ՆԱՏՕ-ի ուշադրությունը Ուկրաինայից չի շեղվել։ Ռյուտեն ևս մեկ անգամ կրկնել է, որ Կիևին տրամադրվող անվտանգության երաշխիքները նաև դաշինքի անդամ պետությունների ռազմական ներկայությունն են նախատեսելու։ Այն պահին, երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, իսկույն եւ այդ կհայտնվեն զինված ուժերի ինքնաթիռներն օդում եւ նավերը ծովում, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այն պետությունները, որոնք համաձայնել են երաշխիքներ տրամադրել, այլ տարբերակներով եւս կօգնեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկխոսության վերսկսումը այժմ նախապատրաստական փուլում է և քննարկումները դեռ տեխնիկական բնույթի են, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումը իրականացվում է թափանցիկ կերպով, խորհրդակցելով եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսաստանը Գրենլանդիայում Միացյալ Նահանգների գործողություններին կպատասխանի ռազմատեխնիկական միջոցներով, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Եթե նրանք սկսեն իրականացնել իրենց ոսկե գմբեթ հայեցակարգի տարրերը, այս տարածաշրջանում դա կլինի իրավիճակ, որը կպահանջի ռազմատեխնիկական փոխհատուցման միջոցառումներ, և մեր մասնագետները պատրաստ կլինեն դրան, ասել է Ռյաբկովը։ Մոսկվան կսահմանափակի կանխիկ ռուբլու և ոսկու արտահանում, այդ թվում ԵԱՏՄ երկրներ։ Փոփոխությունը սպասվում է սեպտեմբերից։ Սա կվերաբերի 100 գրամից ավելի քաշ ունեցող ազնիվ մետաղին և $10,000-ից ավելի գումարին։ Դրանք պետք է հայտարարագրվեն և նշվի դրանց աղբյուրը, հաղորդում է Ինտերֆաքսը։ $100,000-ից ավելի գումարների արտահանման համար անհրաժեշտ կլինեն հիմնավորող փաստաթղթեր։ Պետդումայի ֆինանսական շուկաների հանձնաժողովի նախագահի կանխատեսմամբ ԵԱՏՄ երկրների հետ սահմանային առևտրի վրա բացասական ազդեցություն սա չի թողնի, քանի որ միության բոլոր երկրների հետ կան անկանխիկ վճարումների համակարգեր։ Վերադառնանք Հայաստան։ Տեղեկությունը, թե տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում, մեր ձևով շարժման խոսնակն է հայտնել։ Կարապետյանի պաշտպանն էլ ասել է, որ գործարարը քովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, այդ պատճառով է բուժհաստատություն գնացել։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե ընտրությունների մասնակցության վերաբերյալ որոշում չունեն։ Խոսելով ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալու մասին, նա ասել է, թե իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Սերժ Սարգսյանը հավելել է, որ իրենք որդեգրել են սկզբունք, որ իրենց թիրախում միայն իշխանությունն է։ Տնտեսության աճ արձանագրող թվերը, որոնք ոչ մի կերպ չեն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա։ Միջազգային գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը արձանագրել է մակրոտնտեսական աճող ցուցանիշները, որոնք սակայն մարդկանց կյանքում որևէ փոփոխության չեն բերում։ Բնակչության կյանքի որակն ու բարեկեցությունը էապես չեն բարելավում։ Ինչու դեպի բյուջե հոսքերը համամասնորեն չեն բաշխվում, փորձագետների լսել է Արմեն Աթալյանը։ Հայաստանը տնտեսական աճ է գրանցում, ավելանում են հարկային վճարումները, մեծանում է պետական բյուջեն։ Սրանք մակրոտնտեսական ցուցանիշներ են, որոնք որևէ մեկը չի հերքում։ Իսկ ինչպես են այդ ցուցանիշներն ազդում միջին վիճակագրական քաղաքացիների կյանքի վրա։ Վերջերս հրապարակվել է աշխարհի սոցիալական առաջընթացի ինդեքսը, որը գնահատում է ոչ թե պետությունների տնտեսությունները, այլ քաղաքացիների կյանքի որակը, բարեկեցությունը եւ ինքնաիրացման հնարավորությունները։ Համաձայն գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքս 2026-ի Հայաստանի
տնտեսական աճն արագ արտացոլվում է մակրոտնտեսական ցուցանիշներում, բայց չի վերածվում մարդկանց համար իրական հնարավորությունների։ Նման դեպքերում, ըստ մասնագետների, ցուցիչը բնակչության խոցելի շերտերի կենսամակարդակն է։ Օրինակ, ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախս է դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Սոցիալական առաջընթացի ինդեքսը Հայաստանում ամենախոցելի խնդիրներից համարում է այն, որ որակյալ զբաղվածության հնարավորությունը, նորարարության եւ սոցիալական շարժունակության հասանելիությունը մնում են սահմանափակ։ Այսինքն կա տնտեսական աճ, բայց բնակչության էական զարգացման դա չի հանգեցնում։ Խոսքը հատկապես կենսաթոշակառուների մասին է։ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ Ասեցի արդեն ինչի, որովհետեւ կարծում եմ նախ 21-րդ դարում 63 տարեկան 65 կամ 70-75 տարեկանը ինքը լրիվ ուրիշ կատեգորիա է։ Բյուջեի եկամուտի 70-80%-ը վճարում են 1000 խոշոր հարկատուները։ Դրա կեսից ավելին վճարում են առաջին 100 խոշորները։ Դրանք, որ նայում ես, ուսումնասիրում ես, մի քանի ընտանիքների են պատկանում։ Այսինքն փողի գերկենտրոնացում կա մի քանի ընտանիքների ձեռքում։ Այսինքն վերջին տարիներին իսկապես ահռելի քանակությամբ ֆինանսական միջոցներ են հոսել Հայաստան, սակայն այդ միջոցները քիչ թե շատ համամասնորեն չեն բաշխվել։ Բնակչության մի ստվար զանգված ամբողջությամբ դուրս է մնացել տնտեսական աճի արդյունքները իրացնողների ցանկից։ Վերջին ժամանակների տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ պայմանավորված է ընդհանրապես վերարտահանմամբ։ Ովքեր են ուտնում այսպիսի շուկաներ, ովքեր են դառնում խաղացողներ ու դերակատարներ։ Բնականաբար խոշոր կապիտալի սեփականատերերը, հողը ինչպես գալիս է Հայաստան, կենտրոնացվում է մի խումբ անձանց ձեռքում, մի խումբ անձինք դուրս ուղարկում են դուրս։ Դրսում ներդրումներ կատարելու։ Երկիր մտած եկամուտները բաշխելու հարցում կարևոր դեր ունի պետությունը, պետպատվերը եւ սոցիալական ծրագրերը, այդ թվում բնակչության բոլոր շերտերի կենսամակարդակը բարելավելու համար։ Մեզ մոտ այդ գործիքը կարծես պատշաճ չի աշխատում։ Օրինակ, տենդերը մրցույթը տրամադրում է ինչ-որ ընկերության, որը պետք է 100 կիլոմետր ճանապարհ կառուցի։ Պայմանականորեն առևտրային կազմակերպության թիվ 1 խնդիրն է նվազագույն ներդրումով առավելագույն շահույթի ապահովումը։ Հիմա արդյունքում ի՞նչ է դուրս գալիս։ Պետբյուջեից փողը ծախսվում է, գնում է կենտրոնանում է որևէ ընտանիքին պատկանող կազմակերպությունում, որը բերում է հնդիկ, փողը տալիս է պայմանականորեն վճարում է $100 հնդիկին, հնդիկը ուղարկում է Հնդկաստան իր ընտանիքին։ Հայաստանում մի կողմից ունենում ենք գործազրկություն, հաջորդ կողմից ունենում ենք այսպես աշխատուժի պահանջարկ։ Խնդիրն այն է, որ մեծ բյուջեն ժամանակավոր երևույթ է, քանի որ ժամանակավոր են ֆինանսական հոսքերը, որոնք երկիր են գալիս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Իսկ սա էլ նշանակում է, որ փողը մարդկանց կենսամակարդակի աճի վերածելու ժամանակն է քիչ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Կրիպտովոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները տարվա սկզբից անցել են լիցենզավորման գործընթացի, այն ընկերությունները, որոնք գործել են մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը, իրավունք ունեն 2026 թվականի ընթացքում շարունակել իրենց գործունեությունը առանց լիցենզավորման եւ մինչև 2027 թվականը կարող են դիմել Հայաստանի կենտրոնական բանկ համապատասխան լիցենզիա ստանալու նպատակով։ Կրիպտովոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները սակայն փաստում են, որ վերջի շրջանում Հայաստանում ոչ բոլոր բանկերն են պատրաստակամություն հայտնել սպասարկել կրիպտովոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։ Անկանխիկ գործարքների պարտադիր պահանջներից են կրիպտո արժույթների առքովաճառքի գործարքները։ Եթե դրանք գերազանցեն 300,000 դրամը, պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մոտեցումն ըստ տնտեսագետների ավելի կոշտ է, քան բանկերում կիրառվողը։ Ես ավելի շատ կշեշտադրեի ոչ թե 300,000 դրամի արկայությունը, այլ այն ֆենոմենը, որ մենք կրիպտոյով աշխատող գործընկերներին ասելու ենք կամ ասել ենք մեր նախաձեռնությամբ, որ նույնականացումը շատ խիստ պիտի լինի, բայց չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, որ օրինակ կանխիկով մարդ որ գալիս էր մտնում էր change առանց որևէ իդենտիֆիկացիայի ու ստանում էր կրիպտո, հիմա ունենա որոշակի բարդություններ, եթե չկարողանա բացահայտի իր եկամտի աղբյուրը կամ հնարավոր միջոցների աղբյուրը։ Հայաստանի համար առաջնահերթություն է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, հայտարարել է տարածքային կառավարման նախարարը, ասել, որ միացման համար տեխնիկական խոչընդոտ չկա։ Նա խոսել է նաև նոր ատոմակայանի մասին, ասել է, որ այն մոդուլային է լինելու, դեռ պարզ չէ, թե որ երկրի հետ են աշխատելու։
Խուդատյանի խոսքով չնայած դեռ ավիացիոն սև ցուցակում ենք, բայց մեր ավիացիան չի կործանվում, այլ զարգանում է։ Ուղևորների հոսքը դեպի Զվարթնոց, Գյումրի, Շիրակ օդանավակայաններ աճել է։ Գյումրիի օդանավակայանում օրինակ 32.4% աճ կա։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը այն պայմանավորում է ոլորտային քաղաքականության հետ, առանձնացնելով մասնավորապես բազավորման պայմանով սուբսիդավորումը, որին դրական է արձագանքել Wizz Air ավիաընկերությունը։ Սակայն Եվրամիության սև ցուցակից ըստ նախարարի դեռևս դուրս չեն գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Եվ Խուդատյանի խոսքով վերացնելու համար անհրաժեշտ են նաև օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններ։ Խուդատյանն ասում է, սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն շտկված է։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը եւ այլն։ Արդյոք ինքը ավիացիոն ցուցակը նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում, ոչ չի նշանակում Հայաստանի ավիացիայի կործանում, Հայաստանի ավիացիան զարգանում է եւ վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում։ Ամփոփելով անցած տարին նախարարը հայտնում է, առաջընթաց են գրանցել ճանշինի ոլորտում։ Ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է 61 միլիարդ դրամի ծրագիր, որը ըստ Խուդատյանի աննախադեպ է։ Հիմնական աշխատանքները կատարվել են 504 կիլոմետր ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների, ջրագծերի նորոգման համար։ Մի մասը Լոռիում աղետի հետևանքները վերացնելու համար են ծախսել։ Այս տարի կավարտեն դեպի Գյումրի գնացող ճանապարհի աշխատանքները։ Նախարարն առանձնացնում է նաև Քաջարանի 2 թունելների կառուցումը, որը որակեց պատմական, ասելով, որ ամենաերկար ու զրոյից փորված թունելներն են։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված էլ Խուդատյանը նորություն ուներ։ 26 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմականի տիպը պիտի լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի եւ Կորեայի եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին։ Նախարարն ասում է, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, ընդգծելով, որ այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։ Նախարարը կարևորում է երկրի 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի գործարկումը Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Բողոքի ակցիա նախագահականի դիմաց, ինչից են բողոքում զոհերի հարազատները եւ որն է նրանց պահանջը։ 23 կիլոգրամից ավելի մարիխուանա բեռնատարում, ինչպես է Իրանի քաղաքացին փորձել թմրանյութի 34 փաթեթները սահմանն անցկացնել։ Մեկի աշխարհ ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Զոհված ինձեռայողների ծնողները, հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել նախագահական շենքի դիմաց։ Նրանք նախագահից պահանջել են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ Հիշեցնեմ, որ հունվարի 20-ին Դավոսում Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով պանելային քննարկմանը Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետեւ երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն եւ փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանը իր ելույթում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։ Երևանում այսօր բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներով են եղել «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», Դավոսում շնորհակալություն եռաբլուրում պատասխան, Ալիևին շնորհակալություն իսկական ամոթ է գրություններով։ Առանց այս ծնողների, անհետ կորածների, ընտանիքների, Արցախից բռնի տեղահանվածների, արժանապատիվ հայերի, առանց իրենց հարցնելու մենք իրենց չենք իրավազորել, գնա այնտեղ ներողություն խնդրի, շնորհակալություն հայտնի։ Ռուսաստանից հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Լրատվամիջոցներն են հայտնում, նշում, որ հացահատիկի ընդհանուր քաշը ավելի քան 1.7 տոննա է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Եթե կարգավորող մարմինը վարչության վարույթ է հարուցում օտարերկրյա ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության խախտման հիմքով, ապա ցանցային օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում դադարեցնել տվյալ ծրագրի վերահաղորդումը։ Օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերահաղորդման կարգում նախատեսվում են նոր պահանջներ եւ սահմանափակումներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ ցանցային օպերատորի կողմից լիցենզիա ստացած անձը կարող է օտարերկրյա տեսալսողական ծրագիրը վերահաղորդել միայն այն դեպքում, եթե ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ գրավոր համաձայնություն կա եւ այդ մասին ծանուցում է ներկայացվել կարգավորող պետական մարմնին։ Կարգավորող մարմնի պահանջի դեպքում ցանցային օպերատորը 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի խախտումը ֆիքսած տեսագրությունները կամ ձայնագրությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտման օրվանից անցել է 30 օր։ 2025-ին ազատազրկվածները ավելի հաճախ են տեղափոխվել ցածր անվտանգային գոտիներ, քան նախկինում։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին ներկայացվել է քրեակատարողական ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ըստ այդմ զգալիորեն բարելավվել են համակարգի ծառայողների աշխատանքային պայմանները, վերանորոգվել են խցեր, կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ եւ աշխատասենյակներ։ Քրեակատարողական ծառայության հաշվետվության համաձայն ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղված, ինչպես նաև բարձրացել է նրանց ներգրավվածությունը վերասոցիալականացման ծրագրերում, իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքն այսօր երկարաձգվել է եւս 2 ամսով։ Լուրը դատական նիստից հետո լրագրողներին է հայտնել նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Սահմանափակեցին նաեւ տեսակցությունները։ Միակ ուրախ բանն այն է, որ իմ միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց, տեղեկացրել է Բաբայանը։ 2026 թվականի հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով, սակայն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն շարունակում է մնալ 13 սանտիմետրով ցածր։ Տվյալների համաձայն տեղումների աճը դրական ազդեցություն է ունեցել Սևանա լճի ջրային ռեժիմի վրա։ Սա 2017 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Սևանա լճի մակարդակը հունվար ամսին աճ է արձանագրում։ Պեկը բացահայտել է խոշոր խմբականակի շուրջ 23.4 կիլոգրամ մարիխուանայի մաքս անհենգության դեպք, 1 մարդ կալանավորվել է, 2-ը ձերբակալվել։ Ագարակ սահմանային անցման կետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի քաղաքացու բեռնատար ավտոմեքենան, որի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Իրանի քաղաքացին կալանավորված է։ Երևան Մասիս ճանապարհին ձերբակալվել են 2 Հայաստանի քաղաքացիներ, որոնք կասկածվում են թմրամիջոցի իրացման մեջ։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է ձյուն եւ ձնախառն անձրև։ Ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի մոտ 6 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 4 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 6, Լոռիում 1-ից 4, Տավուշում 4-ից 8 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 5-ից 7, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 6-ից 9, Սյունիքի նախալեռներում 0-ից 3 աստիճան տաքություն։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 4-ից 6, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։